Եվ հիմա էլ վերադառնալով մեր եթերին, մեր պատրաստած ծրագրին, միևնույնն է պետք է անպայման ամփոփենք արվեստով, այն էլ ինչ տեսակ արվեստով, շատ հետաքրքիր դեպ ասեմ, որովհետև կոնցեպտուալ նկարիչ դիզայներ Յանա Զախարովան իր նորարարական տեխնիկան համատեղում է ավանդական սրբապատկերների նկարչությունը ժամանակակից թվային կոլաժային մեթոդների հետ, միաձուլելով գեղարվեստական գրաֆիկան եկեղեցական գործերի ներկայացումների հետ։ Ինչի մասն է խոսքը գնում։ Շատ լավ հնչեց, բայց պետք է նաև հասկանալ, փորձել հասկանալ ինչի մասն է խոսքը, մենք անկեղծ ուզում ենք հասկանալ։ Դրա համար մենք մանրամասն կզրուցենք արդեն Յանա Զախարովայի կոնցեպտուալ նկարիչ դիզայների հետ, ով այս ամեն ինչը մտածել է եւ մեղավորն է այսօրվա հանդիպման եւ Նունե Վարդանյանի հետ նկարչուհի բարև ձեզ։ Բարի լույս Նունե, բարի լույս Յանա, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Հիմա փորձեք խնդրում եմ թե մեր եւ թե բազարավոր մարդկանց հետաքրքրությունը բավարարել։ Ինչի մասն է խոսքը գնում։ Այո, ես նախ կուզեմ մի քիչ պատմեմ ինձ մասին։ Ես դասավանդում եմ հայ-ռուսական սլավոնական համալսարանում brand, պրակտիկորեն branding, այո, եւ գովազդի ֆակուլտետում գրաֆիկ դիզայն։ Շատ հետաքրքիր է եղել իմ համագործակցությունը արվեստագետների հետ, քանի որ կոնցեպտուալ մոտեցում է եղել, միշտ փորձել եմ արվեստը զուլեմ նոր թվային մեթոդների հետ, քանի որ շատ նորանոր է եւ մենք նոր հանդիսատես ունենք եւ պետք է ճիշտ ներկայացնենք մեր ավանդական նկարչությունը, որը որ եղել է ինձ համար մանրանկարչությունը եւ ազդվել եմ շատ Նունեի գրաֆիկաներից, որտեվ իրոք ազդեցուցիչ է եղել ինձ համար եւ սկսեցինք մտածել այն կոնցեպտի շուրջ, որտեղ որ մենք արվեստագետներով ցանկացած ոլորտում լուսանկարչություն, քանդակագործներ, դիզայն, գրաֆիկա, գեղանկար փորձում ենք մենք միասին կիսել միտքը մենտալ մեր զգացողությունը այս աշխարհի եւ փոխանցենք իմ կոնցեպտից ելնելով ֆիզիկապես օբյեկտին։ Այսինքն որպես արտ օբյեկտ ընկալվի այդ ամենը, մեր միտքը, մեր միասնությունը, ու ոչ թե տրվի դա մի քանի օր, այ ինքը լինի անվերջ process։ Շատ հետաքրքիր է, երբ որ էսքիզ է արվում, հետո սկանավորվում է, ես աշխատում եմ որպես գրաֆիկ, հետո մենք նորից վերադառնում ենք կոլաժի եւ սկսում ենք աշխատել ակրիլով, պաստելով, այդ բոլոր արվեստի դասական մոտեցումները մենք օգտագործում ենք նորից, այդպիսով անվերջ է մեր համագործակցությունը իրար հետ եւ անգամ քանդակագործը երբ որ տեսնում է մի էլեմենտ իմ կոլաժների մեջ, ինքը փորձում է դա քանդակի։ Նաեւ ուզում ենք բեմադրենք մեր կոլաժները, մեր արվեստի գործերը բեմադրենք։ Այսինքն խոսք լինի, մենք նայենք, մենք լսենք, մենք տեսնենք, բայց դա անենք միասին, միասնական։ Երբ կարող ենք այդ ամենի ականատեսը լինել։ Այո, այս ամսվա ընթացքում պետք է մի քանի էքսպոզիցիա լինի, անպայման մենք տեղյակ կպահենք ձեզ, բայց նաև այս ամենը տալիս է մեզ հնարավորություն նաև թվային հարթակ դուրս գալ։ Այսինքն կտավը ինքը ոչ միայն լուսանկարված է լինելու ու հրապարակված, այլ նաև ինքը աշխատանք է լինելու։ Այդպիսով կարծում եմ գեղագիտական։ Բայց ինչպես, այ հենց դրա մասն է խոսքը գնում, մենք ոնց կարող ենք այդ ամենը պատկերել։ Դուք հիմա շատ այսպես մանրամասն փորձեցիք թեկուզ նաև մասնագիտական լեզվով ներկայացնել, բայց պատկերացրեք, ես շատ հեռու մարդ եմ, ես արվեստի հետ ընդհանրապես կապ չունեմ, ու ուզում եմ այս ամենը հասկանալ։ Հիմա տանը նստած հեռուստացույց եմ դիտում, ուզում եմ լավ, այս աղջիկները հիմա որ պատմում են, ինչի մասին են պատմում, ավելի հասանալի ոնց կարող ենք համագործակցության, այո, մենք պատմում ենք համագործակցության մասին, ոչ, Էլով կա մի քանի արվեստագետներով, լուսանկարիչ, քանդակագործներ, արվեստագետներ, որոնք միասնական փորձում են աշխատել եւ ստեղծել նոր արտ օբյեկտներ, որտեղ որ ամեն մեկս ունենում ենք մեր աշխատանքը, արձատոլվում է մեր կոնցեպտները ամեն մեկից տեսնում ենք։ Ամեն մեկը իր մասնագիտությամբ, իր ուղղությամբ, նույն է, ձերը նկարչությունն է։ Նկարչություն, այո։ Մի փոքր եք ուզենամ դուք որպես ներկայանաք, երկու բառով նաև ձեզ ներկայացնեք։ Շատ շնորհակալություն հրավերքի համար։ Սիրով։
Ես մանրանկարիչ եւ գեղանկարիչ Հայաստանի նկարիչների միության անդամ բավականին այո ես բավականին երկար ժամանակ եմ ուսումնասիրել մեր հայկական մանրանկարչությունը, ձեռագրերը, նկարելով եւ որպես գեղանկարիչ իմ կտավներում ստեղծագործում եմ որպես գեղանկարչության մեջ մեր հայկական մանրանկարչության եւ էլեմենտները եւ թեմատիկ նկարչությունը եւ ինչու՞ չէ նաեւ абստրակտ իմ նկարների մեջ Ես ազատ նկարում եւ ստեղծագործում եմ իմ արվեստանոցում եւ բնականաբար դասավանդում նույնիսկ շատ ցուցահանդեսներ եմ ունեցել եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս արտերկրներում կանադա եւ այլն խոսքով վերադառնալով համագործակցությանը հիմա որոշեցինք որ համագործակցել մի քանի արվեստագետներով միասին նույնիսկ չմոռանամ ասել որ վերջի ցուցահանդեսս եղել է վիդեո արտ ավելի չէ ինստալ վիդեո արտ Ավան կաթողիկ եկեղեցում այո խոնարհված եկեղեցում 5-րդ 6-րդ դարի կարծեմ եթե չեմ սխալվում։ Երբ խոսում ենք կոնցեպտուալ արվեստի մասին, պետք է հիմքում որևէ հստակ մեսեջ լինի, անկախ նրանից թե ինչպես ենք մենք ֆորման դուրս բերում մեր ասելիքի։ Այստեղ մենք հասկացանք ֆորմայի մասին, այսինքն կա եւ լուսանկարչություն, եւ գեղանկարչություն, եւ քանդակագործություն, եւ մանրանկարչություն։ Ինչն է ասելիքը այս ընդհանուր հանրագումարում, ինչի մասին ենք մենք պատմում մեր կոլաժների միջոցով։ Մենք փորձում ենք ներկայացնել մեր արվեստը մանրանկարչության, եթե մասին ենք խոսում, որպես մի մաս ժամանակակից արվեստի ևս։ Քանի որ ընկալվում է մանրանկարչությունը ավելի հին պատմական է, մշակույթի մի մաս, եւ այսպիսով մենք փորձում ենք մեր կոլաժների միջոցով ավելի վառ գույներ տանք եւ ոչ թե մոդիֆիկացնենք մեր պատմությունը չփոփոխելով վառ գույներ տանք եւ փորձենք մեր նոր հանդիսատեսին ներկայացնել այդ մի փոքր այլ ձևով, մի փոքր ուրիշ, որ ինքը կարողանա ընկալի։ Դա շատ կարևոր է այսօր թվային աշխարհում, որտեղ որ շատ արագ է ամենը մոդիֆիկացվում եւ փոփոխվում, պահենք մեր մշակույթը եւ մեր անցյալը։ Պատկերագրության ընկալման մեջ մենք ունենանք փոփոխություն։ Մեր մանրանկարչության Չէ, առասարակ, օրինակ երեք երբ որ խոսում ծանոթանում էի թեմային, հետաքրքիր մի միտք կարդացի, որ այն նպատակ ունի հեղափոխել պատկերագրության ընկալմանը եւ ստեղծման ձևը ժամանակակից արվեստի ասպարեզում։ Այո, կփոխի, քանի որ մենք սովորենք Ինչքանով եւ ինչով։ Այո, մենք սովորենք տեսնել այդ պատկերը ավելի շատ եկեղեցական, հա, պատմական ոլորտներում կամ ասեմ հիմա շատ իրեր եք տեսնում, որտեղ որ մեր էլեմենտները, չէ, մշակվում են եւ իրերի վրա ենք տեսնում։ Իսկ մենք ուզում ենք, որ դա ընկալվի որպես արվեստ, ժամանակակից արվեստ, որտեղ կա նաեւ մանրանկարչություն, ոչ միայն որպես իր։ Շնորհակալ ենք ձեզ նախ աշխատանքի համար եւ համագործակցության Մենք հետևելու ենք հաջողություններին։ Եվ իհարկե մեր տաղավարում այս ամեն ինչի մասին կիսվելու համար կհետևենք ինչպես Ռուբենը ասաց։ Որպեսզի ավելի ընդհանուր պատկեր ու գաղափար ունենանք այս ամենի մասին, վստահ եմ, որ մոտ ապագայում նաեւ ձեր նպատակները կիրականանան ներկայացման տեսքով եւ ոչ միայն նաեւ ցուցահանդեսներ տեղի կունենան, որոնց որ մի մասն մենք կկազմենք ավելի ընդհանուր ընկալման համար։ Շատ շնորհակալություն ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։